Բարի լույս, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբորորդուն Համբարձում Ներսիսյանին կալանավորել են 1 ամսով։ Հայտնել է նրա փաստաբան Էմիլ Խաչատրյանը։ Փաստաբանը նշել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բաբախանյանի նախագահությամբ անցկացված նիստի ժամանակ դատախազը երկամսյա կալանք է բաժանել։ Գործն այն աստիճանան հիմներ, որ դատարանը մի կերպ գնաց 1 ամսյա կալանքի։ Ես կարծում եմ, որ դատախազի միջնորդությունը ոչ միայն պետք է մերժվեր հիմքերի բացակայության, այլև հիմնավոր կասկածի բացակայության համար։ Ես պնդում եմ, որ այդտեղ հանցագործության դեպքը բացակայում է։ Երկրորդ վեհափառի եղբորը Գևորգ Ներսիսյանին եւս կալանավորել են 1 ամսով։ Ներսիսյաններին մեղադրում են իբր խուլիգանության եւ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի քարոզչությանը խոչընդոտելու համար։ 2 ամսով կալանավորել են Ծափաթաղում անհետացած 3-ամյա Տիգրանի հորը։ Հենց նրան են կասկածում երեխային խեղդելու համար։ Երեխայի մարմնի գլխի շրջանում հայտնաբերել են մարմնական վնասվածքներ։ Ըստ քննչական կոմիտեի 2 եղբայրները դուրս են եկել տնից, հանդիպել հորը եւ հայրը 3-ամյա երեխային խեղդել է մյուս երեխայի աչքի առաջ։ Տղամարդը պատմել է, որ դիմել է այդ քայլին ընտանեկան որոշակի խնդիրների պատճառով։ Դեպքը մեկնաբանել է ներքին գործերի նախարարը։ 2025 թվականի 9 ամիսների հաշվարկով մենք գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում ունենք լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ, այսինքն այն հանցագործությունները, որոնք 2024-ին, 23-ին հիմնականում եւ նաեւ նախորդ տարիներին եղել են լատենտային հանցագործություններ, 25 թվականի 9 ամիսների կտրվածքով մենք ունեցել ենք բացահայտումներ եւ ըստ այդմ հանցավորության ընդհանուր գրաֆիկում այս խումբ հանցագործությունները նկատվում են աճի տեսքով։ Երևանում խիստ տարօրինակ միջադեպ է արձանագրվել։ Նոյեմբերի 2-ին ժամը 22:50-ին մոտ 50 համարի ավտոբուսում մի ուղևոր պահանջել է, որ վարորդը մեքենան վարի իր նշած ուղղությամբ։ Վարորդը բացատրել է, որ այդ երթուղով չի շարժվում եւ առաջարկել է օգտվել դիմացի կանգառից։ Դրանից հետո ուղևորը սկսել է հայհոյել, սպառնալ եւ նույնիսկ ոստիկանություն զանգահարել, հայտարարելով, թե վարորդը իրեն առևանգել է։ Վարորդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, իսկ ավտոբուսի տեսանյութերը տրամադրել քննող մարմնին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականին է ներկայացրել խաղաղությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու Հայաստանի տեսլականը։ Բրյուսելում անցկացվող խաղաղության խաչմերուկ կոնֆերանսի ժամանակ Գրիգորյանը հայտարարել է, որ մոտ ապագայում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կմեկնեն Ադրբեջան։ Թե երբ է նախատեսված այցը, ովքեր են մեկնելու անվտանգության խորհրդի քարտուղարը չի հստակեցրել։ Նշեմ, որ ադրբեջանցի պատվիրակները Հայաստան էին եկել շաբաթներ առաջ։ Նրանց այցը սակայն ուղեկցվեց սկանդալով, երբ պարզվեց, որ որպես քաղաքասարակության ներկայացուցիչ Երևան էր ժամանել մեկը, որը փակել էր Բերձորի միջանցքը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու մասնակցելու միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները եւ փոխանակումները կնպաստեն փոխվստահության եւ փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև, միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները Թուրքիայի հետ սահմանների բացման համար։ Ամբերտ ինստիտուտի հետազոտության համաձայն, բայց սահմանները կարող են բերել փոխադարձ օգուտներ, ինչպես մեր այնպես էլ տնտեսությունների համար Հայաստանի եւ Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։ Օգտագործելով Թուրքիայի տարածքը առևտրային ուղին Հայաստանի եւ Արևելյան Եվրոպայի միջև կկրճատվի 10-ից 25, իսկ Հայաստանի եւ Կենտրոնական Եվրոպայի միջև 5-ից 15%։ Երկուստեք հարաբերությունները բարելավելու եւ իբր արձանագրված առաջընթացի ֆոնին ստվերում է մնում Բաքվից մեր հայրենակիցների վերադարձի հարցը։ Երեկ էլ մեր հայրենակիցների մեղքը Բաքուն համարել է ապացուցված։ Նիստում գլխավոր դատախազի առաջին օգնականը հայտարարել է, որ մեր հայրենակիցներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսված 1998 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու եւ իրականացնելու ցեղասպանության, ահաբեկության, իշխանության բռնի զավթման եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Իսկ թե քանի տարի պատիժ է պաշտոնական Բաքուն նախատեսել մեր հայրենակիցների համար, դեռևս գաղտնի է պահվում։ Եվ մինչ Հայաստանի իշխանությունը խաղաղություն է քարոզում Ադրբեջանի հետ, այդ նույն Ադրբեջանը այլ քարոզ է սկսել իր երկրում անդավաճան իր զավթողական նպատակներին։ Բաքվում Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան պետք է չվախեցնի մեզ։ Խոսելով վերադարձի մասին, Ադրբեջանի նախագահը կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը, թե ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Եվ այստեղ արդեն խոսքը պարզապես քարոզի մասին չէ։ Ադրբեջանի ղեկավարը հատուկ հանրարարություն է տվել իրենց գիտնականներին եւ պետական կառույցներին աշխատել այդ ուղղությամբ։ Ալիևը այսքանով չի սահմանափակվել։ Նա հայտարարել է, որ Սևանը մեր քաղցրահամ լիճը իրականում Սևան չէ, այլ Գելչայ է, թե այլ ինչ հայտարարություններ արել Ալիևը, առաջարկում եմ լսենք։ Совершенно новой ситуации, в новых условиях. Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, եւ այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում եւ չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետեւաբար ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը։ Ցավոք տարիներ շարունակ հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը եւ այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրանք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանալիճ չկա, կա Գյոյչա։ Մեր գիտնականները պետք է աշխատեն պատմական ճշմարտությունները տարածելու ուղղությամբ։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները։ Դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից բերել վերաբնակեցրել է Ղարաբաղում էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք։ Ալիևի զավթողական հայտարարությունները մեկնաբանել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը, որը ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե Բաքուն արևմտյան Ադրբեջանի մասին խոսում է զուտ արցախցիների վերադարձի պահանջներին ի պատասխան, երեկ էլ պնդել է, որ Ալիևը շարունակում է այդ հայտարարությունները ներքին լսարանի համար, եւ հայ բնակչությունը չպետք է վախենա ներկա Հայաստանի տարածքում ադրբեջանցիների հնարավոր վերադարձից։ Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Խաղաղարար, այսպես հայտարարություններ եք դա կալում մեկնաբանել։ Ուզում եմ չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, որովհետեւ կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ մարդը դուք որ ասում եք որ գրավելու ենք բառ ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով ոչ թե տանկերով այդ նախադասությունը ես հիմա այստեղ չհնարեցի իր խոսքից ես եմ հիմա մեջ բերում դա նորմալ է այսքան որ կան Սևանը իրենց ասելով որ ինչ Սևան չի այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ մենք տանկերի մասին ենք խոսում դա նորմալ է որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան եթե մենք խաղաղություն կարելի է վերջացնել թույլ կտակ վերջացնում նկատել եք որ հարցազրույց եմ տալիս թույլ կտակ վերջացնում ինչ հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում գայանե ջան բայց հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում ասեք ես ձեր գործընկերոջ հարցին եմ պատասխանում բայց ընդհատում եք ինձ խոսքը գնում է նրա մասին այո որ եթե խաղաղություն լինի բա խաղաղությունը ինչ է նշանակում որ ուղղակի իրարվա չենք Լսեք, շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքը իր երկրի համար իր անունն է տալիս, մենք էլ շատ հաճախ շատ տարբեր անուններ են տալիս։ Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել է Ալիևի հայտարարություններին եւ դիմել Նիկոլ Փաշինյանին, պաշտոնական արձագանք պահանջելով Ադրբեջանի ղեկավարի խոսքերին։ Եք հաստատել ու զբաղված եք Թալինի ՔՊՇՕ-ով, բայց Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ ասել է Սևանալիճ չկա, իսկ հայերը տարբեր տեղերից բերված ազգ են։ Միգուցե պատասխանեք, թե պարտադիր հայ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան կոշիկ լիզող վնգստացող ու նման արտահայտություններով։
Ադրբեջանի նախագահի Մերսևանի անունը աղավաղելը պետք է դիտարկել ոչ թե պարզապես պատմական աղավաղման, այլև ռազմավարական նպատակների համատեքստում։ Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը կանգնած է լուրջ ջրային ճգնաժամի առաջ եւ նման հռետորաբանությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խոսքը տարածաշրջանային ռեսուրսների հանդեպ հավակնությունների մասին է։ Դավթյանի գնահատմամբ այսօր ջուրը աշխարհի անվտանգության առանցքային գործոններից է եւ արդեն ավելի քան 1 միլիարդ մարդ չունի մաքուր ջրի հասանելիություն։ Ըստ ՄԱԿ-ի աշխարհում 1 միլիարդից ավելի մարդ զրկված է քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մինչև 2030-ը կարող է առաջանալ շուրջ 700 միլիոն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով։ Այս ամենը վկայում է, որ ջուրը դառնում է ոչ միայն կենսական ռեսուրս, այլև աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։ Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասը վերջին տարիներին գնալով ավելի է խորանում։ Ինքը Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է ջրի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին։ Համաշխարհային բանկի տվյալներով մեկ շնչին բաժին հասնող վերականգնվող քաղցրահամ ջրի ներքին պաշարները Ադրբեջանում կազմում են ընդամենը 851 խորանարդ մետր, մինչդեռ Հայաստանում ավելի քան 2329 խորանարդ մետր։ Սա նշանակում է, որ Բաքուն աստիճանաբար կանգնում է էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքների առաջ։ Միջազգային փորձագետներն անգամ զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե հարցը չստանա համակարգային լուծում։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբյուրների ապահովումը։ Ջրի պակասը դարձել է Ադրբեջանի անվտանգային եւ քաղաքական գերակա հարցերից մեկը, իսկ Սևանը տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրսը ակնհայտորեն մտնում է Բաքվի գեոռազմավարական հաշվարկների դաշտ, մերկացնելով պաշտոնական Երևանի նարատիվները խաղաղության հաստատման մասին։ Մարզական լրահոսից Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճել Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ 86 կիլոգրամ քաշային ծանրորդների պայքարում կանանց թիմի անդամ Լիանա Գյուրջինյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր։ Գյուրջինյանը պոկում վարժությունում ունեցել է 3 հաջող մոտեցում՝ 95 կիլոգրամ, 100 կիլոգրամ, 102 կիլոգրամ։ Նա երկամարտի 232 կիլոգրամ արդյունքով դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։ 131 kilos for the third attempt of Liana Gurjian. Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր Երևանում ցերեկը սպասվում է 16-ից 18 աստիճան, իսկ երեկոյան 3-ից 5 աստիճան տաքություն։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, բոլորիս լավ ու պրոդուկտիվ աշխատանքային օր եմ ցանկանում։ ABC լուրերի հաջորդ թողարկումը անպայման դիտեք ժամը 12-ին, որպեսզի բաց չթողնեք ամենաթարմ ու կարևոր նորությունները։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։